կտեսենք։ Պարոն Կարապետյան, ռուսական կողմի տվյալներով 2026-ին շուրջ 2/3 ապրանքաշրջանառությունը նվազել է։ 2026-ին դա շուրջ $8 միլիարդ էր։ Այս թվանիշը դուք ինչպես եք գնահատում եւ ինչ ռիսկ եք տեսնում։ Դրանից մեկ տարի առաջ, ինչքան հիշում եմ, $11 միլիարդ էր։ Ես դա համարում եմ այս անկարող կառավարության հաջողությունները, որ անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին։ Պարոն Կարապետյան, նաև իշխանությունը հայտարարեց, որ որոշ գերատեսչություններ, օրինակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանելու են աշխատանքի եւ բարեկեցության նախարարություն։ Նախ ինչպես եք այդ փոփոխությունը գնահատում եւ արդյոք դա կարող է բերել առաջարկվող ծրագրերի փոփոխության, վճարների փոփոխության, թե զուտ տերմինաբանական փոփոխություն եք համարում։ Իրենց օրոք դա հստակ տերմինաբանական փոփոխություն կլինի, բայց բարեկեցություն բառը ինձ ավելի դուր է գալիս։ Կրկին անդրադառնալով եկեղեցու թեմային, մեկ տարի առաջ հայտարարում եք, որ եթե քաղաքական ուժերը չկարողանան պաշտպանել եկեղեցին, ապա դուք ձեր ձևով կմիջամտեք այդ ամենին։ Հիմա արդեն որպես քաղաքական ուժ, ո՞նց եք պաշտպանելու եկեղեցին։ Եվ մի հարց, վաղը ձեր ուժը ներկա լինելու է Էջմիածննդատանում։ Անպայման ներկա լինելու են, դրանով էլ ցույց ենք տալու մեր պաշտպանությունը։ Պարոն Կարապետյան, դուք վարչապետ չդարձաք, բայց օրակարգում է ձեր քաղաքացիություններից հրաժարվելու հարցը։ Իհարկե։ Ինչ փուլում է։ Անընդհատ հարցնում ենք, չեք պատասխանում ուղղակի։ Այն փուլում է, երբ ինձ հնարավորություն լինի ազատվել տնային կալանքից, դրանից հետո նոր այդ հարցը կտակ։ Պարոն Կարապետյան, ազգային ժողովում բարձր անդոնից նաև հնչեց, որ հեծը հավելագրումներ է արել հատկապես մանկապարտեզների եւ բանակի նկատմամբ, ձեզ մեղադրելով, որ զինվորի եւ երեխաների հացն եք ուզում կտրել, այդ հայտարարության ինչպես եք մեկնաբանում։ Իրենք ստիպված հայտարարությունները, որը իրենց քաղաքական ղեկավարը անում է, իրենք ստիպված դա կրկնում են, բայց դրա դիմաց չունեն ոչ մի ապացույց, արդեն 1 տարի 2 ամիս կառավարում են, չկա ոչ մի ապացույց, բայց հեծը գործող մարմին է, հեծում մոտավորապես 3000 մարդ հնարավորություն ունի այդպիսի ապօրինություններ անելու, դրա համար հիմա Փաշինյանը մսխել է $8.5 միլիարդ, ինչ, մենք կանգնենք ասենք, որ $8.5 միլիարդ կերել է ինքը, չնայած միգուցե ինչ-որ մասից օգտվել է, բայց այդպիսի հայտարարությունները դա անպատասխանատու հայտարարություններ են, առավել ևս, երբ իրենց կառավարած դատարանը արդեն հերկել է այդ ամեն ինչը։ Պարոն Կարապետյան, պարոն Վարդևանյանը հայտարարեց, որ ընդդիմության ներկայացրած նախագծերը առաջարկեց քննարկել լիագումար նիստերում։ Դուք ունեք արդեն օրենսդրական փոփոխությունների փաթեթ եւ ըստ առաջնահերթության դրանք ներկայացնելու համար, թե դեռ դրանք մշակման խմբագրման փուլում են։ Կամ փաթեթներ եւ կամ փաթեթներ խմբագրման փուլում։